Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը բավականին մեծ ծավալի աշխատանք էր արել, իրականացնելով զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատում եւ ներկայացվեց կառավարությանը ուսումնասիրության նախնական արդյունքները։ Բնականաբար պիտի նշեմ, որ այս ընթացքում բավականին մեծ ծավալի նաև օժանդակություն տրամադրվել եւ աշխատանքներ արվել են, թե պետական մարմինների կողմից, թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, թե մեր հայրենակիցների անհատ քաղաքացիների կազմակերպությունների կողմից, բայց բնականաբար խնդիրը նաև համակարգային լուծման կարիք ունի։ Այդ պատճառով մեր առաջարկությունների, ուսումնասիրությունների հիման վրա առաջարկությունները, որոնք ներկայացվել են վարչապետին, վարչապետը նշեց, որ գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր պատկան մարմիններին իրենց գործառույթների ու ծրագրերի շրջանակներում խնդիրների լուծումներ տալու նպատակով եւ միևնույն ժամանակ նախատեսում ենք սոցիալական աշխատողի ինստիտուտը որպես այդպեսին գործարկել լիարժեքորեն, քանի որ գիտեք, մենք վերջին տարիներին իրականացնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները, որը ենթադրում է յուրաքանչյուր խնդիր ունեցող ընտանիքի կարիքի գնահատում, գնահատված կարիքի հիման վրա, թե պետական եւ թե ոչ պետական, նաեւ ռեսուրսների համակարգված ներգրավման խնդիրների համապարփակ լուծում։ Այս խնդիրների լուծումները այս ձևաչափով կշարունակվեն։ Միևնույն ժամանակ մենք նաեւ ուսումնասիրել ենք հաշմանդամ զինծառայողների կարիքները եւ նաեւ նրանց ընտանիքների եւ այս ուղղությամբ եւս բավականին աշխատանքներ եւ կատարվել են եւ առաջիկայում իրականացվելու են համակարգային։ Բազմաթիվ ծրագրեր կան, տեսեք, օրինակ մեր նախարարության կողմից զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է զբաղվածության համապատասխան պետական ծրագրեր եւ արդեն իսկ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան ընտանիքներ, որոնք կընդգրկվեն հենց այդ ծրագրերում, որը նշանակում է կայուն զբաղվածության ապահովում, կայուն եկամտի աղբյուր, որոշ դեպքերում նաեւ վերաբերելու է ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերին։ Մյուս ուղղություններով, որոնք վերաբերում էին բազմաբնույթ ընտանիքների մյուս կարիքներին, դրանք ուղղակի սոցիալական դեպքի վարում են նշանակում, սոցիալական դեպքի վարման շրջանակներում դրանց լուծումներ ընդգրկելով, նշեցի, թե պետական, թե ոչ պետական ռեսուրսները։ Այս աշխատանքներին կարծում եմ դուք արդեն ընթացքում եւս տեղյակ կլինեք արդյունքներին։ Դա ուրեմն ապրիլի 1-ից 10 ընկած ժամանակահատվածում զոհվածների թվականակներ կան եւ սպայական կազմի եւ ենթասպայական եւ շարքային, ինչպես նաեւ աշխարհազորայիններ եւ պիտի նշեմ, որ այդ ընթացքում, ինչպես գիտեք, նոր զոհեր ենք մենք ունեցել, այս աշխատանքները նաեւ շարունակվել են, այսինքն այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում, չենք սահմանափակվել նշված թվականակով։ Բոլոր կարիքները գնահատված են եւ բոլոր ուղղություններով աշխատանքներ տարվելու են։ Գուցե դուք կարողանաք ասել, ինչու է այնպես ստացվել, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են առաջնակից տարվել հիմնական։ Ես չեմ կարծում, որ իրավիճակը այդպիսին է, մեր բոլոր ընտանիքների զավակներն էլ այսօր իրենց պարտքի կատարում են իրենց հայրենիքի հանդեպ եւ ես կարծում եմ, որ դա ներկայացնում է մեր ամբողջ հասարակությանը։ Դուք էլ գիտեք, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30% եւ ընդհանրապես միջին ընտանիքի միջին ասված ցուցանիշ կարելի է նաեւ նշել ներկայացված են ցանկացած տեղերում, թե կրթական համակարգում, թե սոցիալական, թե զինվորական ծառայության, այնպես որ ես կարծում եմ դա ընդհանրապես հասարակության սպեկտրն է ներկայացնում։ Զինվորների կյանքի ապահովագրության գումարները քննարկվում է, հնարավոր է դրանք։ Դրանք ներկայումս օրենսդրությամբ սահմանված են մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին վճարվում է միանվագ ապահովագրական գումար 2 միլիոն դրամի չափով։ Միևնույն ժամանակ ես նշեցի, որ ուղարկողության կազմակերպման համար եւս պետական բյուջեով նախատեսված է գումարը 1 միլիոն 400 հազար դրամի չափով եւ երեզմաների բարեկարգման համար 700 հազար դրամի չափով։ Դրանք տրամադրվում են պաշտպանության նախարարության կողմից ներկայումս օրենսդրությամբ սահմանված չափերով։ Վերջին տարիներին կառավարության որդեգրած քաղաքականությունը նվազագույն աշխատավարձի չափի հետևողական բարձրացումներ եւ դուք գիտեք, որ 2013-15 թվականներին յուրաքանչյուր տարի աշխատավարձի չափը նվազագույն ամսական ավելացվել է, այս տարիների ընթացքում շուրջ 64%-ի չափով։ Իհարկե կառավարության ծրագրով նախատեսված էր նաև դրա ավելացում մինչև 65000 դրամ թիրախային ցուցանիշի 2017 թվականի համար, դա արտացոլված է եղել նաև 2014-25 հեռանկարային զարգացման ծրագրում, բայց ելնելով ներկայիս իրողություններից այս պահին ձեռնպահ ենք մնացել 2016 թվականի համար աշխատավարձի չափերի ավելացման այս քաղաքականությունից։ Նշեցինք, որ այս պահին դա նշանակում է մի կողմից լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որը
միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չի եղել 2016-18 թվականների համար, դա նախնական հաշվարկներով կազմել շուրջ 13 միլիարդ դրամ այս տարվա պետական բյուջեի համար։ Մյուս կողմից նաև բնական է, որ նվազագույն աշխատավարձի ինստիտուտը կատարում է նաև զբաղվածության կարգավորման քաղաքականություն, եւ մենք նաև մեր գնահատականների ներքո մտահոգություններ ունենք նաև զբաղվածության կրճատման վրա դրա ազդեցության հետ կապված, հետեւաբար այս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով այս պահին ձեռնպահ ենք մնում աշխատավարձի չափ ավելացնելուց։ Պարոն նախարար, ձեզ օրինակ հետաքրքրել է օրինակ Դիլիջանի մի դպրոցին ֆինանսների նախարարության այդքան գումար հատկացնելը լրացուցիչ բեռ չի առաջացնում, այլ նվազագույն աշխատավարձն է։ Յուրաքանչյուր պետական կառավարման մարմին բնականաբար ունի իր ծրագրերը եւ դրանք ներկայացվում ու հաստատվում են կառավարության կողմից եւ այդ որոշումները կայացնելիս ես չեմ կարծում, որ մենք յուրաքանչյուր պետական կառավարման չունի իր հիմնավորումները, թե այդ ծրագրերը այդ պահին ինչով են անհրաժեշտ կամ ինչու համար են անհրաժեշտ, այլ խնդիր է, որ ցանկացած որոշում կայացնելիս կառավարությունը հավաքական իմաստով բնականաբար նաև դիտարկում է թե առաջնահերթությունները, թե դրանց նպատակայնությունը, թե հասարակականությունը եւ այս շրջանակներում է։ Այս առումով ես սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հետ կապված բնականաբար երբ ներկայացնում եմ, մենք ունենում ենք քննարկումներ, քանի որ պետական բյուջեի շուրջ 30% հատկացնում է սոցիալական պաշտպանության ոլորտին, սոցիալական ծրագրերի ծախսերին եւ բնականաբար միշտ լինում են հարցեր, որոնք լրացուցիչ ֆինանսավորման կարիք են ունենում, այս շրջանակներում քննարկվում եւ որոշում է կայացվում, թե որն է առաջնահերթությունը, որն է ամենակարևորը տվյալ բյուջետային միջոցների ծախսման ուղղությունը ճիշտ որոշելու համար։ Սա է քաղաքականությունը։